83-ամյա Սեդա Մարգարյանը վստահ է, տարիքը չի կարող սահմանափակել նոր գիտելիքներ ձեռք բերելու իր ցանկությունը։ Թվային հմտությունների զարգացում խոցելի խմբերի համար դասընթացի ամենատարեց մասնակիցը պատմում է. այստեղ նույնիսկ մոռանում էր իր տարիքի մասին, քանի որ յուրաքանչյուր դաս նրա համար նոր բացահայտումների, ավելի վստահ ու ինքնուրույն դառնալու ճանապարհ է։ Կիբեր անվտանգության մասին բավականին տեղեկացա, բացի դրանից տրանսպորտից օգտվելու ձևերը, ChatGPT-ից օգտվելը, հետաքրքրությունս լայնվեց։ Սակայն նրա խոսքով այդ ճանապարհին չափազանց կարևոր էր հարազատների աջակցությունն ու համբերատար վերաբերմունքը, հատկապես առաջին քայլերն անելիս։ Այդ ողջավորությունը անցել էր ընտանիքիս անդամներին, հարցնում են, պարապմունք ունես այսօր թե չէ, ու ըստ իմ պարապմունքի նրանք պլանավորում իրենց օրվա գործերը, շատ հաճելի էր։ Մեկ ամսվա ընթացքում 60+ տարիքի ավելի քան 50 բժիշկներ, մանկավարժներ, տնային տնտեսուհիներ եւ այլ մասնագիտությունների դերմասնակիցներ հայ-հնդկական տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների գերազանցության կենտրոնում քայլ առ քայլ յուրացնում են թվային աշխարհը, սովորելով անվտանգ օգտվել սմարթֆոններից, համացանցից եւ առցանց ծառայություններից։ Իրենց համար դա կարելի ասել այսպիսի տոն է, երբ որ իրենք գիտեն այսօր դասի են, իրենք պատրաստվում են, այսպես հագնվում են գեղեցիկ, մասնակցում են այդ դասընթացներին, իրենց համար դա շատ կարևոր է։ Տնից դուրս գալը մարդկանց հետ շփվելը ցանկացած մարդու պահանջ է դա, եւ այդ կերպ իրենք այս մի փոքր հնարավորությամբ կարողանում են, այսպես ասած, իրականացնել այդ պահանջը։ Դասընթացավարուհի Մարգարիտա Բաբուրյանի խոսքով դասընթացի գլխավոր նպատակը ոչ միայն թվային հմտություններ փոխանցելն է, այլ անվստահությունը, որը մասնակիցները վերագտնում են սեփական ուժերի նկատմամբ։ Հիմա մեր աշխարհը տեղափոխվել է թվային տիրույթ, եւ եթե այդ թվային գործիքներին չես աշխատում, արդեն հնարավոր չէ ապրել լիարժեք կյանքով։ Իսկ չէ՞ որ ավագ սերունդը արժանի է եւ պետք է ապրի լիարժեք կյանքով։ Թվային աշխարհում արված յուրաքանչյուր փոքր քայլ նրանց համար մեծ ձեռքբերում է ու հերթական ապացույցը, որ նոր գիտելիքի ճանապարհը երբեք չի փակվում, երբ պատրաստ ես անել առաջին քայլը։ Հասմիկ Պողոսյան, Արտակ Գևորգյան, լուրերի համար։